Ժողովուրդ ջան, բարի օր։ Իմ մոտ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի այն ելույթը, որը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքում, եւ պարտավոր եմ ես, ինչպես որ ապատեղեկատվության նման փաթեթավորված ինչ որ, չգիտեմ, դա շարլատանություն է, դա մանիպուլյացիա է, դա հոգեվորսի գործողություն է, չգիտեմ ինչպես նկարագրել, ուզում եմ այնպես նկարագրել, որպեսզի չվիրավորեմ տվյալ ազնվորություններին, ովքեր նմանատիպ գործառույթով են զբաղված։ Իմ եթերում այսօր ես հրապարակեցի նկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի խոսքերը դեմից կտրած, հետևից կտրած տեղադրված էր ինչ որ աղջկա էջում, նախկին քպրիական Հայրապետյան Տաթևիկի էջում։ Ես նայելով այդ ամենը հարց եմ բարձրաձայնել, որ խնդրում եմ շտապ արձագանքեք եւ հասկանանք ես ինչ է կատարում, Փաշինյանը ինչպիսի այսպիսի արտահայտություններ արել։ Քանի որ ես քարոզարշավները չեմ հետևում, ես խնդրեցի, որ հետևողները ուղարկեն ինձ, ես ուսումնասիրեմ տվյալ նյութը։ Ժամանակ չանցած 10 րոպե իմ եթերից հետո, թե 5 րոպե նույնիսկ, ինձ ուղարկում են ամբողջական տեսանյութը 20 քանի րոպեանոց, բայց ես ձեր համար կտրել եմ 2 րոպե մի տեսանյութ, որտեղ կոնկրետ խոսում է դրա մասին, եւ միջև միացնելը դուք բոլորդ միասին լսեք, ես ուզում եմ նախորոք ասեմ, իմ արածը ոչ մի վատ բան չի։ Նիկոլ Փաշինյանի ասած մտքերը ոչ մի հակապետական, հակազգային եւ պատմությունը աղավաղող միտք չի։ Տվյալ ազնվորությունը եւ տվյալ ազնվորության նման լիքը քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ վերցնում են վարչապետի, քաղաքական այլ գործիչների խոսքերը եւ իրանց ուզած ձևով ներկայացնում հանրությանը։ Հիմա որ լսենք, դուք բոլորդ կհասկանաք իմ հետ միասին, որ այս մարդը սխալ բան չի ասել։ Այս մարդը ընդամենը ասել է 1043 թվականից, թե Բագրատունիների թագավորությունը երբ է քանդվել, մինչև 1918 թիվը Հայաստան պետություն չի եղել, ճիշտ է ասում։ Արաբներն էին այդ ժամանակ զավթել, այնուհետև նորից պարսիկներն են զավթել, օսմանյան թուրքերն են զավթել։ Ուզում եք ասեք Հայաստան պետություն է եղել, չի եղել։ Հայաստան պետությունը մի քանի անգամ ստեղծվել է, մի քանի հարյուրամյակ տևել է եւ քանդվել է։ Նիկոլ Փաշինյանը լիքը պատմաբանների փոխարեն պատմություն է վերլուծում, բայց չնայած նրա ես կինեցել չի որ կողմ եմ քարոզարշավի ժամանակ պատմություն վերլուծելը։ Քարոզարշավը ես կարծում եմ պետք է միտված ու նվիրված լինի ապագայում իրանց կատարած գործերի մասին։ Ոչ էլ նախկիններից պետք է խոսանի, միջալոց առիթա էլ ասեմ։ Բերեք լսենք, չեմ ուզում երկարցնեմ, որպեսզի ամեն ինչ պարզ լինի։ Ես նպատակ չունեմ երբևիցե սուտ տեղեկություններ կամ մարդկանց մանիպուլյատիվ ու շարլատանությունները սարքել իմ համար փառք, իմ համար կուրկ, իմ համար չգիտեմ գլխավոր եւ բան անել, եւս տարածել, թողել անպատասխան, թողել կասկածանքների մեջ ժողովուրդը ապրեն։ Ինչպես իմ մեջ են կասկած գցել, հավանաբար իմ տեսանյութներ շատ մարդկանց է մտահոգել ու կասկած գցել։ Հիմա եկել եմ ձեր մտահոգությունները փարատեմ ֆակտով։ Ֆակտը վիդեոն է։ Ֆակտը այն նկարը չի, որ տրել են Նիկոլի ու Ալիևի նկարը տակը գրել իրանց ուզած ձևով, դեմից կտրած, վերջից կտրած, որ մարդ չի հասկանում։ Այս միգուցե Ալիևը զանգել է ասել Նիկոլ, բաց սենց արա։ Մարդիկ էլ կլինեն տենց են, էլի մտածելու։ Նիկոլն էլ ասել է Ալիևի ուզածը, բայց տենց չէր իրականում։ Լսում ենք։ Դե մի մաս չհասցրի վիդեոզապիս եմ արել, ասում է 1043 թվից, երևի այդ թիվն է, էլ թիվը կարա սխալվում եմ, բայց 1000 քանի թվին էր։ Թե 1143 թվին է, չէ, բանը Բագրատունյաց իշխանությունը փլուզվել, մինչև այսիշ թիվը ասում է 8 թիվը պետություն չի եղել ժողովուրդ, հայկական պետություն չի եղել։ Պատկերացնում եք 1000 Բագրատունյաց թագավորության անկումից հետո այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել։ Եվ հորդաներ են եղել, մոնղոլ թաթարներ են եղել, եկել են, գնացել են, խառնվել են, մենք են գաղթել, մեզ են գաղթեցրել եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց հասկանում եք, եւ այս տրամբան, բայց այս տարածքում եղել են պետություններ։ Այս տարածքը երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ 1000 տարի դուք պատկերացնում եք այդ ինչա։ Եվ այդ վերադարձնել կներեք պարոն Փաշինյան, մի հատ այստեղ
Դες մեկ ինչ միտք են դրել։ Այստեղ չեն եղել, այստեղ եղել են պետություններ, այստեղ չեն եղել հայկական պետություն։ Այսինքն մարդը նկարագրել է այդ 1000 տարվա պատմությունը, տվյալ ազնվորությունը կամ ազնվորությունները ովքեր որ սարքել են, չգիտեմ, ինքնա սարքել, թե ուրիշ սարքել է տվել իրան, վերցրել են այս հատվածը, չեն ասել որ մարդը նկատի ունի, այս վերջի 1000 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունը չի եղել էլի, արաբներն էին զավթել, թաթարներն էին զավթել, պարսիկներն էին զավթել, իրանց պետության գաղութն է եղել, դա անգարագետ մարդը մենակ չգիտի, երևի կամ պատմությունից հեռու մարդը մենակ չգիտի։ Մարդը այդ է ասել, ու իրա այդ արեք հիշենք այս որ վարքյաններ 49 վարքյանը, արեք կընթերցենք իրա գրածի ինչա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ, կախմանկետեր, մտածելու տեղի կա տալիս, յուրաքանչյուր էսի ընթերցելուց ասում այս Փաշինյանը էս ինչ է խոսում։ Ես գժվել եմ, ժողովուրդ, ես գնացի, մի ժամա ոչ քնել եմ, ոչ էլ զարթուն եմ եղել, իմ վիճակը վիճակ չէր, որովհետև այս ապրումները, այս ջղայնությունը, որի մեջով անցել է, դա ստրեսային, դա ներվային համակարգի փլուզում է։ Բայց ես պետության մասին եմ խոսում, էսի գրառում չէ Նիկոլ Փաշինյանի թիմը օրինակ պարտվել է ինչ որ մեկ այլ թիմի, բայց պարտվում է պարտվի, կարևորը Աստծո կամքը լինի, կարևորը հայ ժողովրդի ընտրությունը լինի, հայ ժողովուրդն էլ թող Աստծո կամքով գնան ընտրության, ոչ թե չարիքի, չար ստերի, այսպես կեղծավոր խոսքերի արդյունքում գնան ընտրության։ Ներվայնացել եմ, գնացել պարկել, մի քիչ ոնց որ գլուխս հանգստացել է, հիմա որոշեցի ձեր հետ կիսվել, որ այսպիսի մարդիկ, սրանք ոչ թե աբիժնիկ են անձերից, աբիժնիկ են իրաց պետականությունից։ Այն հայը, որ իրա մտքին կգա, որ Հայաստանը անկախ պետություն չի լինելու, Հայաստանի անկախությունը սակարկելի է, Ռուսաստանի գուբերնիա պետք է լինի, այդ հայու մտքին որ տես բան պետք է, այդ հայը հայ լինելու իրավունք չունի։ Գնացեք անալիզ արեք, տեսեք ովքեր են ձեր պապերը, ձեր տատերը, ձեր ծնողները։ Իմիջիալոց կարող է ձեզ ասել են որ ձեր տատիկը ման էր գալիս ինչ որ պապիկի հետ ժամանակին, չէ։ Եթե այդպիսի բան կա ու դուք ծիծաղում եք, ծիծաղելու ասում եք դե տատիկն է եղել, չէ։ Հաստատ իմացեք ձեր մաման էլ է ման եկել ու դուք այսօր հայր ման եկեք, տեսեք ձեզ որտեղից է ձեր մայրը լույս աշխարհ բերել։ Այ պոռնկացին զավակներ, որ դուք պատրաստ եք հայ ժողովրդի արունը խմել։ Արա սուտը, ասма սուտ, ասես մի խոսք է, սուտ ասողը Պոռնկություն էլ անում, էլ էսենց մի խոսք կա, ուղղակի չեմ ուզում քֆուրով այդ բառը կրկնել։ Այդ դուք որ սուտ եք խոսում, դուք ոնց կարող է հիմա ման չգաք, թրև չգաք սրա նրա տակը, սրա նրա հետ։ Արա ժողովուրդ ջան, արա մի փոքր ազգենք, մի բուռ ազգենք էլի այս հողի վրա։ Այնա երեք գնացել եմ Գերմանիայից, ընկեր տղա եմ դիմավորել, եկել է ընտրությունների մասնակցի, Գերմանիայից ծախսը արել, եկել ստե ընտրությունների մասնակցի։ Իրա որոշումը կայացնի վաղվա Հայաստանի ճակատագրին, Հայաստանում ապրող հայերի մեջ բաց կան մարդիկ, որ ասում են անունը մի տվեք անկախ Հայաստան, մենք պետք է գուբերնիա լինենք։ Արա Գերմանիայի հայը, Եվրոպայի, Ամերիկայի հայը խիա մտածում, որ Հայաստանը պետք է անկախանա, պետք է ուժեղանա, պետք է թոթափի լուծը, այլ կայսրությունների դուք էլ ասում եք, պետք է մենք այնց անենք այս ժողովրդին գլուխը խառնենք, որ Նիկոլը հողերը տալիս է, Նիկոլը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Մարդ սենց բան կգրի գցի անհասկանալի։ Հիմա ես չեմ ասում եմ, լիքը մարդ կա, հալած յուղի պես ընդունել է, ես հալած յուղի պես չեմ ընդունել, ես ասել եմ, սա պետք է բացահայտենք, քննարկենք, հասկանանք տենանք խիա սենց, թող պատասխանը տան, մարդիկ էլ կան չեն ասում են սենց բան են կարդացել ճիշտ է։ Իրոք այդպես է, մարդիկ կան ասում են սենց բան են կարդաց։ Ասում են, «Այս ինչ բանը բալասել է սենց է»։ Ասում եղբայր, որտեղից քեզ ինֆորմացիա։ Ասում դե միտեղ կարդացել եմ, թե դե կարդալ դժվար թե, միտեղ եմ լսել։ Այ մարդ հիմա ում բերանը բացես բան է թափվում, պիտի իմանաս, ինքը թրիկա թե բառեր է։ Փաստ է Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայ է։ Նախկինում երբեք 90%-ը հայություն չի եղել։ Ընկերներ ջան, սա նույնիսկ եթե վերաբերվի ԽՍՀՄ տարիներին, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ են եղել, այսինքն 90% չի եղել, 75%-ը, միևնույնն է, դա չի փոխվում Հայաստանի հայկական լինելը։ Բազմազգ պետությունում նույնիսկ Ռուսաստան, Ամերիկա, ռուսները ավելի քիչ է Ռուսաստան, քան թե այլ ազգերը, հավանաբար, որովհետև մաքուր ռուսը շատ քիչ է մնացել, բայց նա մնում է Ռուսաստան, իրանց Կրեմլի ստրատեգիան չի փոխվում։ Կրեմլի ստրատեգիան է քեզ հայ ենթարկեցնի Իրան, խափի Զատուլինով,
Պլատոշկինով, որ բարեկամ ազգենք բան, բայց համ մի բերանով խափում է քաղցր բառեր ասում, մի տեղով էլ քեզ սարքում է իր գուբերնիան։ Ընկերներ ջան, չգիտեք դա ինչա, բայց կարևորը իրանց պետական այդ ապարատուրան ամուր է։ Իրանց ռազմավարությունը ամուր է ստեղծված, մերն է թույլ։ Փաշինյանը ինչքան կյանքից փախած մարդել կա, սարքել է արդեն քաղաքական գործիչ իր քաղաքական գործնեությամբ։ Համերգ տվողները ելել օրինակ քաղաքականություն են ուզում մտնել։ Մարդը որ քաղաքականությունից մի երկու բան գիտիս կի չի ուզում մտնի դե։ Սա իր գրածը, բայց տեսանյութը արժե 42 րոպեի 42 վայրկյանից լսենք։ States 1000 տարի դուք պատկերացնում եք այդ ինչը։ Կրկնում է։ Եվ այդ վերադարձների թեման անընդհատ այդ կանգառի տրամաբանությունից պետքա դուրս գա։ Հալա ասում։ Որովհետև եթե մենք պետքա վերադառնանք ինչ որ ինչ հրահրում ենք այդ ինչ որ տեղին, որ նրանք ասեն մենք վերադառնում ենք ստեղ։ Որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է որ 90% հայությունն է։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչքան երջանիկ ենք այսօրվա իրավիճակով, այսօրվա ստատուս քվոյով։ Լսակ ինչ ասում, որ մենք ի վերջո հայրենիք պետություն ունենք։ Ասում այս ուրախ եմ էլի, փաստորեն տենց է դառնա, որ այսօր 90%-ով է, հա, եւ պետք է գնանք այս ստատուս քվոյով։ Ինչ է նշանակում։ Մարդը հայելային ձևով Ադրբեջանի առաջ է դրել ռազմավարական իր պլանը։ Դու չես ուղարկում քո 300,000-ը, թե քանի հազար թուրքը Հայաստան։ Ես 120-150,000 ավելի շուտ պայման չեմ դնում ուղարկեմ Արցախ։ Ես թե ասես ողջունում եմ այս գաղափարը, ես չեմ կարող ողջունեմ, ինչու ես արցախցի եմ։ Ես երազանք ունեմ, երազում եմ հետ դառնալ Արցախ։ Բայց ես չեմ կարող քննադատեմ, ինչ ճիշտ հասկացեք, Փաշինյանին, որ այդպիսի ռազմավարություն է հիմա էլ ворթեգրել, որտեղ Փաշինյանը ստացել է մի այնպիսի գիտեք, ժառանգություն, թե դիվանագիտության, թե բանակի, թե պետության, պետական ինստիտուտների մասով, որ Փաշինյանին չես կարա շատ բան պահանջես, որովհետև եղբայր ջան, դե հիմա եթե 20 թվի պատերազմը այլ ընթացք ուներ, Ադրբեջանի պարտությամբ ամեն ինչ ավարտվեր, Փաշինյանը այսօր հրապարակում սրանից չէր խոսա, կասի ողջունում եմ Արցախայություն, Ստեփանակերտ։ Հիմա այդ դեպքը տեղի է ունեցել, պատերազմը տեղի է ունեցել, պարտվել ենք, այս մարդը վտանգներ է տեսնում, որ կարող է թուրքերը մտնեն ստե ապրեն, եւ լավ գիտի, որ այսինքն սուտ մուտ նորություններ տարածող մարդիկ լիքն են եւ հայերի գլուխը աղփով լցնելու են, իսկ թուրքերը այդպես չեն, թուրքերը սպայկա են, իսկ մենք իրար ստե ուտելու ենք, մինուր տենալու ենք Հայաստանը կերած պրծած, բան չկա։ Ոնց է ворթը մտնում է խնձորի մեջ, ուտում է դրսից կարմիր սիրուն խնձոր, կտրում ես տենեմ ворթը արդեն մեջը լրիվ կերել է։ Հիմա Հայաստանն է, կլեպի վրա գրած է Հայաստանի Հանրապետություն, բան ներսը ինչ է կատարվում։ Դա արդեն չես կարող ասես, որովհետև ներսը փտած է։ Մարդը պատմական ճիշտ փաստար կանում։ Գևորգի սրտին հաճոյա, ոչ Գևորգի սրտին հաճո չի, որ Արցախի անունը ջնջվում է, հետ գնալը ջնջվում է։ Բայց Գևորգը պարտադրում է, պահանջում է, ասում է Նիկոլ Արցախը ստուր, Գևորգը ոչ քորրա, ոչ քարրա, ոչ էլ անուղեղա, լավ էլ տեղյակա պատմությունից, թե ինչպես 94 թվից էսկոմ լիքը հանցագործություններ կատարեցին, որ Արցախը կորցրինք։ Հիմա այդ լիքը հանցագործություն կատարածները, որ չեն ուզում նույնիսկ պետությունից գողացած իր գումարից, իրանը չէ՞ պետությունից գողացածը իր մոտ է, պետությանը վերադարձնի, Արցախահայությանը վերադարձնի, չի ուզում ոչ մի բան անի իրանց սխալները մեր կողմից ներելու, Աստծո կողմից ներելու համար, ժողովուրդ, ինչ եք ուզում, Փաշինյանը սաղի տեղ պատասխան չի կարա տա, անհնար է, ֆիզիկապես արա չի կարա այդ մարդը պատասխան տա բոլորի մեղքերի, բոլորի արածների համար, այն ինչ էլ ստացել է, դա ժառանգություն է եղել, եթե ուժեղ պետություն, ուժեղ բանակ ժառանգություն ստացած ելներ, որ միշտ ասում եմ, ժամանակակից զենքով, եթե ես Մերսեդեսով եմ արա դուրս գալիս եզդա, դուրս գալիս այդ գոնկան, դու էլ հələ Մոսկվիչով ես դուրս գալիս։ Ընկեր ջան, դու ուզում ես ինձ աբգոնան ես, ուզում ես ինձ հաղթես, չես կարա։ Մոսկվիչով էինք դուրս եկել դիվանագիտությունների, Մոսկվիչով էինք դուրս եկել պատերազմի հաշվի։ Չեք վերլուծում ինչա կատարվել։ Այս մարդը ոնց բոլորի պատասխանը տա, չի կարա տա։
Այս մարդը իր սխալների համար կարա պատասխան տա։ Իրանց պահելաձևի համար կարա պատասխան տա։ Ինչը տեսնում եմ, ես տեսնում եմ արձանագրում ենք, խոսում ենք դրա մասին, թե արդարադատության իրավապահ համակարգերի գործողություններից ենք դժգոհ, թե լիքը բաներ կա դժգոհություն հայտնում ենք այն ակնկալիքով, որ հարցերի լուծում կտան։ Շարունակենք 30 վայրկյանը։ Որը մենք պիտի որոշենք մեզ համար կանգառա թե հանգրվանը։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառ չի ժողովուրդ, մեզ համար հանգրվան է եւ Հայաստանի պետականության հարատեվության օրակարգ ստեղից է բխում։ Ոչ ոք, ոչ Վանից եկածները, ոչ Ղարաբաղից եկածները, ոչ Իրանից եկածները, ոչ Սիրիայից եկածները, ոչ մի տեղ պետքա չգնան, պետքա մնան ստեղ, սա մեր բոլորի հայկական, մշտական, հավերժական, հարատև հանգրվանն է։ Всё, հասկացաք ինչ, բրծավ։ Ես խի ասենց ասում Փաշինյանը։ Այդ ձեր հայրենասին ջանին մատաղ, այդ ձեր հայրենասեր կյանքի մեռնեմ, այդ ծովիստով Հայաստանը TikTok-ով, Facebook-ով փրկողներ, այլ բանը Ուրարտուն նորից վերականգնող, ձեր ցավը տանեմ, քեֆս գալիս է, որ ձեզ լսում եմ, ասում եմ, արա, բա դուք չլինեք վարչապետ, այդ ամեն ինչը հետ բերեք մին, օրոյտիս ինչեր եք ասում, ես չգիտեք խի ասենց ասում Փաշինյանը, խի ասում Վանից եկածը պետք է ստե մնա չգնա, սա կանգարչի, սա օթևանա, ոնց ասես, ստե մնալու տեղա, բանը Ղարաբաղից եկածը պետք է մնա, չգիտեք ինչի է ասում, խինք չեր ուզի Վանեցին հետ գնա Վան ու այդ Վանը մտնի Հայաստանի Հանրապետության կազմը, չէ իր երազանքների կամ հուշատետրի, որ էջերը թերթես կարող է տենց բաներ գրած լինի, իր մանկական բանաստեղծությունները պատանիական, կարող է լինի, այսօր վարչապետ է ինքը իր պաշտոնը տենց է թույլ տալիս խոսա, որովհետև ես դες նորից կրկին բացատրում եմ, Վանեց ու ճակատագիրը ամբողջ աշխարհի աչքի առաջ է եղել, Ղարաբաղց ու ճակատագիրը ամբողջ աշխարհի աչքի առաջ է եղել, վերջերս մի հատ տեսանյութ եմ ես հրապարակել, որտեղ ասում եմ Թրամփն է մեղավոր, Դոնալդ Թրամփն է մեղավոր, Պուտինն է մեղավոր, Ղարաբաղի հայաթափման, հարց տվողն ասում է Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, ես հարցը ուրիշ ձև եմ փոխում, ոչ թե մեղավոր չի, մենք բոլորս ունենք մեղքի բաժին, բայց հենց այդ գերտերությունների կատարած վարած քաղաքականության արդյունքում է, որ նավթ ունեցող երկրին պաշտպանում են, Ռուսաստանի գուբերնիա Հայաստանի ոչ մեկ չի պաշտպանում, այ բաց թե հարց կա, եթե դու գուբերնայությունից ուզում ես կտրվես, քեզ անկախ դրսևորես, կարող է ինչ որտեղ պաշտպանենք, եւ ինչի ընդհանրության եզրակացության կարող են գալ, որ կարող է իսկապես Վանեց ու ճակատագիր ու Արցախ ճակատագիր, Արցախ ու ճակատագիրը մի օր միջազգային հարթակներում քննարկվի, եթե Հայաստանը իր այս 10 տարինա, 20 տարինա ճիշտ օգտագործի, հնարավոր է, դու քեզ թույլի տեղ ես դրել, դու քեզ խեղճի տեղ ես դրել, դու Երևանը Թուրքիայի դրոշ, Ադրբեջանի դրոշ ես վառում, Թուրքիան ու Ադրբեջանը քո իսկական դրոշը, քո պատմական հայկական հողում են վառում։ Այս ինչ արա հեքիաթներով, այս ինչ ռոմանտիզմով եք տարապում դուք, այ իրականությունից կտրվածներ, նորից եմ ասեմ, թուրքը քո հայկական դրոշը Ստեփանակերտում գցում է ոտերի տակ քայլում, բայց դու իր դրոշը Երևանում վառում ես, լավ ես զգում, ու քեզ լիքը մարդ լայք է դնում, ծափարում, ողջունում, ասում է, տես հայրենասերա Մարկոս Կիրակոսյանը, օրինակ, չգիտեմ, անողներին, անուն ազգանունը հետաքրքիր էլ չի, որովհետև ինձ հետաքրքիր է, հայկական հողերը պաշտպանվի, երբ որ դու այդ հողում ապրում ես, ոչ թե այդ հողերում ապրելուց դուրս գալուց հետո սկսես արդեն Երևանում այդ հողերի մասին խոսալը դրոշների տեսքով, տատիկ պապիկների տեսքով, ժենգյալով հացատների վրա տատիկ պապիկի Շուշիի նկարը դնելով, անկեղծ ասած թողիցներ են բոլոր այդ մարդիկ, ովքեր որ Արցախի դրոշ, պապիկ, տատիկի նկար բան դրած հաց են թխում, ես մի քիչ լավ չեմ նայում այդ ամեն ինչին։ Ճիշտ է, ես էլ որ մտնում եմ հացը առնում, ժենգյալով հացը առնում, ասում եմ այդ կոպեկը, որ տալիս եմ հաց առնում, իմ նման փախստական մեկի գրպան կգնա, ինքն էլ դրա կարիք ունի։ Ոչ մի վատ բան չեմ ասում, բայց իմ համար ընդունելի չի դա։ Չեմ սիրում ես տենց բաներ, երբ որ առևտրի է վերածվում պետական կարևոր նշանակության սիմվոլները, որը չի պաշտպանվել, որը չի պահվել, կամ զենքով, կամ զորքով, կամ դիվանագիտությամբ, որի հնարավորությունը մենք ունեինք, 30 տարի մենք ունեինք հնարավորություն այդ պետությունը պաշտպանելու, այդ պետությունը միացնելու Հայաստանին,
Չեն արել, ոչ թե Նիկոլը չի արել, Քոչարյանն էլ չի արել, Սերժն էլ չի արել, եւ իշխանությունն էլ զիջել են այն ժամանակ, երբ որ գիտեին արդեն դաշյունը, որ արդեն ճոճվող դաշյունը մնացել ասես մի քանի թելի վրա ու կտրվելու անգնի մեր գլխին։ Ու սաղ վկաններ դարակ, սաղ փաստաբաններ դարակ, սաղ քննիչներ, դատավորներ, Նիկոլի գլխին է անկել դաշյունը, ուրեմն ինքն է մեղավոր, պետք է հեռանա։ Էլի հեռանա է, նես չի որ Նիկոլին ես ամուր բռնել գրկել եմ, ասում եմ մի հեռացի։ Հունիսի 7-ին գնացեք, ուզում եք պահեք, ուզում եք հեռացրեք։ Բայց լավ մտածեք, եթե Նիկոլին հեռացնում եք դուք, երկիրը բերած հասցրած այս վիճակին, այդ նույն մարդկանց եք տալիս իշխանությունը։ Ես ձեզ խոստանում եմ Հայաստանի Հանրապետության ոչնչացում։ Եթե դուք այլ ուժերի, ովքեր որ մեղքի չափաբաժին չունեն, երկիրը հասցրեն այս օրին, իրանց մեջ եք փնտրում ինչ որ փրկության հույսեր, ինչ որ պետության պաշտպանության լույսեր եւ անվտանգություն, ընկերներ ջան, դա ձեր որոշումն է, շատ լավ եք անում, ում ուզում եք ընտրեք, բայց դուք ընտրելով նախկինում ձեռը հնարավորություն եղած ու ոչ մի բան չարած այդ մարդկանց, դուք Հայաստանի կործանումը մոտակա մի քանի տարից հետո տեսնելու եք։ Չեմ ասում հունիսի 8-ին կործանվելու է Հայաստանը, բայց մոտակա տարիների ընթացքում, ինչպես որ արդեն 2000-ականներին պարզ էր, որ Արցախի կորուստը մոտիկ է, 2013-ին, եթե չեմ սխալվում, Բաբայան Սամվելն է ասել, ես 14-ին 15-ին դա տեսել, գիտակցել եմ, ես էլ եմ դրա մասին իմ շրջապատում խոսացել, հավատացեք, սկսելու եք արդեն խոսալը, որ Հայաստանը կործանվում է։ Սպասում եք դրան, ուզում եք դա լինի։ Դե կգնաք հունիսի 7-ին նորից ընտրեք այդ նույն մարդկանց, ովքեր որ այդ օրն են գցել։ Դուք գիտեիք կործանումը մի օրում է գալիս։ Ոչ էլ պետության շինությունը, շենությունն է մի օրում գալիս։ Պետության կառուցումը, պետականության հիմնումը, դրանք երկար տարիների աշխատանք է, դրանք հոգեբանական, մտավոր, ֆիզիկական, ամեն ձև աշխատանք է։ Հիմա քո հոգևորը որ դուրս է եկել քաղաքականության, բայց ժողովրդի հոգեկան աշխարհը խառնված է, հոգևոր աշխարհը խախտված է։ Բայց ինչ խոսաս։ Բա փաստաբանները փոխարեն պաշտպանեն ճիշտը, պաշտպանում են թալանչին, հանցագործին, բա ոչ չտխրես դրա համար, որ ամեն մարդ իր տեղում չի, բա ոչ չանհանգստանաս։ Երևի այսքանը, ես չգիտեմ, ընկերներ ջան, իմ հանրային գործունեությունը 4 տարի է, թեկուզ ձեր մոտ միգուցե նաև տարընթերցումների տեղիք հատվել, այսօրվա եթերս էլ է, մարդիկ տակը գրում են, չգիտեմ ինչ է, իբր թե քեզ չճանաչեց, չհասկացա, քեզ չճանաչեցինք, ուզում եք ճանաչեք, սխալ բան եմ արել, վատ բան եմ արել, որ նյութ է տարածվում։ Իմիջիալից հետո ես տեսա հատուկ ինչ որ լրատվականն էլ է դա տարածել, ABC-ը ինչ է, այդ լրատվականն էլ է տարածել։ Այսինքն, եթե ինչ որ լրատվական կա, անձին կան, որոնք պղտորում են ժողովրդի կյանքը, ժողովրդի հոգին, տակն ու վրա անում ժողովրդի մտածելակերպը, գլուխը։ Բայց ես չխոսամ դրա մասին, որ ասեմ պատասխան տվեք, հասկանանք, տեսնենք, ես խի ես sense բան խոսում։ Այս ինչպես ստացվեց, ինչ հանգամանքների մա Փաշինյանը sense զրույց արել։ Տեսար որ ասեցի ու parzեցինք ինչ հանգամանքների մա, ինչպես տարածել եք նախկին տեսանյութը, այնպես էլ տարածեք այս տեսանյութը, որը ես հիմա այս եթերը տարածեք։ Նախկին եթերս էլ է կարևոր, մի քանի ժամ առաջվա։ Էս էլ առավել կարևոր է, պետք է այս եթերը ավելի շատ մարդ տեսնի, քան թե առաջվանը, որովհետև առաջվանը տեսնելուց մարդ ինպես կարող է խախտվի։ Ես էլ անտրամադիր ջղայնացած գնացել մի քիչ աչքերս փակի գլուխս հանգստանա։ Այս եթերը տեսնելուց հետո մարդը կհանգստանա, հոգին կխաղաղվի, կասի հա դե ուրեմն մանիպուլյացիա են հերթական անգամ արել։ Լայքեք, կիսվեք այս եթերով, գրեք ձեր մեկնաբանությունները, կլինենք կապով։ Հիմա բանում Արցախում, Երանի Արցախում լեի։ Արարատի մարզում լավ անձրևա սկսվել, սպասենք անձրևը ավարտվի, Նիկոլ Փաշինյանն էլ ինչ որ գալիս է Արտաշատ։ Տղես խնդրեց, ասում ուզում եմ համ Արտաշատի հրապարակը տեսնել, համ էլ Նիկոլ Փաշինյանին։ Ես լինելու եմ այսօր, եթե իսկապես հանրահավաք կա, էտել գրեք տեղյակ չեմ, երեխուց լսեցի, եթե կա տես բան, այսօր ինձ կարող եք նաև տեսնել Արտաշատում հանրահավաքի, ոչ թե գնում եմ աջակցություն, ես ասել եմ, ես ոչ թշնամի եմ իշխանությանը, ոչ էլ իշխանության աջակից եմ։ Ես ճշմարտության, անկախության, պետականության աջակիցն եմ։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի վարչապետն է, եկել է մեր մարզ, որտեղ ես եմ վերաբնակվել, ես հարկ եմ համարում գնալ իրան էլ տեսնել։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։